Կրթության վերջնական նպատակը ինչն է։ Կրթվելու մեջ պետք է հասկանալ նախ եւ առաջ դաստիարակությունը, ոչ թե գիտելիքներ ձեռք բերելը, այլ ինչպես ես դու ընկերոջդ վերաբերվում, ինչպես ես դու եթե տղամարդ ես կնոջը վերաբերվում, ինչպես ես դու վերաբերվում քո հետ ոչ համաձայն մարդուն, հա, ինչպես ես դու արտաբերում խոսքերը, ինչպես է պետք կարդալ գրքերը, դա է պետք սովորեցնել երեխաներին, եթե նրանք ընդունակ են որևէ բան սովորելու, եւ ոչ թե երկուսին գումարած երկուսը, որը նա այլևս չի մտածում, որ պետք է լուծի այդ խնդիրը, նա մտածում է ոնց անա գուգլելու։ Ասացիք, որ կրթության նպատակը դաստիարակություն է մեծ իմաստով, բայց աշխարհում շատ կրթված սրիկաներ կան, դուք դա ինչպես եք բացատրում։ Նրանք չեն դաստիարակում։ Այդ կրթությունը խղճի չի վերածվել։ Չէ, իհարկե, դու կարաս լիքը գիրք կարդացած լինես, լիքը հմտություններ ունենաս, բայց մարդկանց վերաբերվես անմարդկային ձևով։ Դրա համար եմ ասում, որ Հայաստանի դեպքում դա պետք է հիմնված լինի արժեքների, կոնկրետ քրիստոնեական արժեքների վրա։ Այսինքն կապը մարդկանց, որոնք կրթություն են տալիս հոգևոր առանցքի հետ, պետք է լինի։